Ծաղկաձորի Շողիկ ճամբարում արդեն երկրորդ տարին FAST հիմնադրամը ամառային AI ճամբար է կազմակերպում, որտեղ ավագ դպրոցականները ոչ միայն խորացնում են արհեստական բանականության վերաբերյալ իրենց գիտելիքները, այլև ձեռք բերում ապագա մասնագիտական գործունեության համար կարևոր հմտություններ։ Սեփական ստարտափը հիմնելուց մինչև ֆինանսական անվտանգություն ու խնայողությունների ճիշտ կառավարում։ Ճամբարի մոտ 500 պատանիների համար ֆինանսական գրագիտության դասընթացներ են անցկացնում Իդրամն ու ID բանկը։ Իդրամը եւ ID բանկը արդեն շուրջ 3 տարի իրականացնում են ֆինանսական գրագիտության հանդիպումներ, դասընթացներ տարբեր տարիքային խմբի մեր քաղաքացիների համար, եւ սա պատահական չէ։ Մեր սոցիալական պատասխանատվության հետազոտությունների շրջանակում մենք ի հայտ բերեցինք, որ մեր հասարակությունը մեզնից հիմնականում ակնկալում է հենց ֆինանսական եւ թվային գրագիտության զարգացում մեր քաղաքացիների համար, եւ նպատակն այն է, որպեսզի մենք հետագայում ունենանք գրագետ հաճախորդներ եւ գրագետ քաղաքացիներ։ Հենց դա է պատճառը, որ մենք դասընթացներն անցկացնում ենք նույնիսկ ամենափոքր տարիքային խմբի դեպքում եւ բարդացնում ծրագիրը տարիքին համապատասխան։ Ֆինանսական գրագիտության դասընթացը ճամբարի մասնակիցներին օգնում է իրենց տեխնոլոգիական գաղափարները դիտարկել նաեւ բիզնեսի եւ մասնավորապես ֆինանսների ճիշտ կառավարման տեսանկյունից։ Ճամբարում իրականացվող բոլոր սեսիաները նպաստում են, որպեսզի երեխաների գիտելիքները, մտածողությունը եւ նաեւ հմտությունները զարգանան այն ուղղություններով, որոնք իրենց կօգնեն ապագայում մրցունակ երիտասարդներ լինեն, ստեղծարարներ լինեն, ստարտափների հիմնադիրներ լինեն եւ դրա համար ունենք տարբեր գործընկերներ եւ ID բանկը եկել էր իրենց ֆինանսական գրագիտության սեսիայով, որը իհարկե ինչպես կարեւոր է անհատի տեսանկյունից, նաեւ բիզնես գաղափարների տեսանկյունից։ Հնարավորության դեպքում կարելի է վաճառ արել ապրանքները, Բարդ դասախոսությունների փոխարեն անկեղծ զրույց, ինտերակտիվ շփում ու գործնական օրինակներ։ Իդրամի եւ ID բանկի ներկայացուցիչները օգնում են գաղափարները վերածել իրական մրցունակ պրոդուկտների։ Պատանիներին ներկայացվում է հիմնական գործիքակազմը, որը թույլ կտա պաշտպանել անձնական միջոցներն ու խուսափել ֆինանսական կորուստներից։ Մենք ստեղ խոսեցինք, թե առհասարակ ID բանկը Իդրամի հետ ինչ մեծ հնարավորություններ ունի ու ինչ գործիքակազմով կարող են իրենք շատ կարճ ճանապարհով ունենան ցանկալի արդյունք։ Շատ մեծ հույս ունենք, որ իրենք այս փորձառությունը կվերցնեն ու իրենց կյանքում իրոք պետքական կլինի ու կարևոր դեր կխաղա։ Դասընթացը տպավորել է հատկապես այն պատանիներին, որոնք արդեն իսկ մտածում են սեփական նախաձեռնություններն ու ստարտափները կյանքի կոչելու մասին։ Նրանց խոսքով ամենաարժեքավորը փորձառու մասնագետների հետ անմիջական շփումը եւ բիզնես օրինակների քննարկումներ։ Բավականին մոտիվացնող էր Իդրամի անցած ճանապարհը ոնց որ հասկանալ ու այդ ամեն ինչը նայել որպես սեփական ընկերություն ունեցող մարդու աչքերով ու լիքը բաներ ես կարող փոփոխես արդեն դու քո ստրատեգիայի մեջ փորձես ավելի լավին հասնել։ Գտնվելով AI ճամբարում ես ոչ միայն ամառս անցկացնում եմ միայն ակտիվ ժամանցով, այլ նաև զբաղվում եմ ինքնազարգացմամբ եւ ինքնակրթությամբ, որոնց բաղադրիչ մասերից է նաև ֆինանսական գրագիտությամբ զբաղվելը։ ID բանկի եւ Իդրամի ֆինանսական գրագիտության դասընթացներին արդեն իսկ մասնակցել է 4000-ից ավելի պատանի, մեծահասակ ու երեխա։ Երկարաժամկետ ռազմավարության նպատակն է ձևավորել ֆինանսապես եւ թվային առումով ավելի գրագետ սերունդ, որը խելամիտ ու հիմնավորված որոշումներ կկայացնի թե անձնական կյանքում, թե մասնագիտական գործունեության ընթացքում։